Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 19281 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 425 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ, 580 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 116 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 756 հանցագործություն, այդ թվում 275 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 60, ֆիզիկական ներգործության 50, խարդախության 44, մարմնական վնասվածք պատճառելու 38, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 29, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 33 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 56 հետախուզվող, 5 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 6 դեպք։ 7 օրում գրանցված 98 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 146-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 460 դեպք, 162-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 96, հրդեհի ծագման սպառնալիքի 36, ճանապարհատրանսպորտային պատահարի 55, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ոստիկանության գվարդիան հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում հայտնաբերվել է ապօրինի զենք զինամթերք։ Հասարակական անվտանգության նոր երաշխավոր ոստիկանության գվարդիան ավելի քան 1 ամիս է իրականացնում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրեն վերապահված լիազորությունները, կիրառելով առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմ։ Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաեւ իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում։ Դեկտեմբերի 5-ի ժամը 20:20-ի սահմաններում գվարդիայի համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք զինամթերք են հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, F1 նռնակ եւ պահեստատուփեր։ Հերթական բացահայտումը կրկին Աբովյանում էր։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների հետ դեկտեմբերի 8-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նմանվող առարկա։ Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ եւ 93 փամփուշտ։ Երկու դեպքերով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 24/7 ռեժիմով շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց վերապահված գործառույթները։ Սիգի որսի արգելքը շարունակում է, ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները ամփոփ։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաեւ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախպյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձատվածում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիգ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում Վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժահատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, որսի արգելքն ինքնանպատակ չէ, ուստի կոչ են կանում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարի կայուն վերականգնմանը։ Մալաթիայի համայնքային ոստիկանները ատրճանակներ եւ թմրանյութ են հայտնաբերել, մեկ անձ ձերբակալվել է։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբասիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խուզարկության ընթացքում։ Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։